Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը։ Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որը անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա։ Հունիսին նախատեսվում է նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ։ Այս մասին հայտնի դարձավ Երևանի ավագանու նիստի ժամանակ։ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը։ Այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փոխվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի։ Ունենք նախագիծ, որով նախատեսվում է փոքր կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել։ Գաղափարի հիմքում այն է, որ փոքր կենտրոնը մատչելի լինի եւ նախատեսված լինի հետիոտնի համար։ Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաեւ Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ, ասաց տրանսպորտի վարչության պետը։